Ինչպես է ստացվում, որ քաղաքապետերը մեքենաներ են նվեր ստանում։ Բարև ընկերներ, կուզենայիք դուք էլ նման նվերներ ստանայիք։ Դրա համար պետք է լինել նախկին ռեժիմից եւ անցում կատարած լինեք քաղաքացիական պայմանագիր։ Խնդրում եմ կիսվել, հավանել եւ տարածել տեսանյութը։ Շնորհակալ եմ ձեզանից, որ հայհոյանքը չեք գերադասում ձեր զայրույթը արտահայտելու համար։ Այսօր խոսելու եմ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի մասին։ Բարեկամներ, պարզվում է Հուսիկը հերթական նախկին ռեժիմի անդամներից է եղել, ով ՔՊ-ի համար ապահովելով ձայներ հայտնվել է Արենի խոշորացված համայնքի ղեկավարի աթոռին։ Պարոն Հուսիկ, ձեր հանրապետական կուսակցության անդամատոմսը դեռ կա, թե 2018 թվականին այն պատրել եք։ Իդեպ, Հուսիկ Սիմոնյանը 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել էր Արենիի գյուղապետի ընտրություններում թեկնածու, որից հետո իհարկե այսպես ասած ընտրվել էր գյուղապետ։ Մի քանի ամիս անց տեղի ունեցած պայմանավորված իշխանափոխությունից հետո, ասում են, դարձել է թունդ հեղափոխական։ Ինչևէ, սկսենք նրանից, որ Արենիում խոսում են վերոնշյալ անձի Թալանի մասին։ Փորձեցի պարզել, նախկին հանրապետական Հուսիկ Սահակյանը նոր կուսակցության մեջ ինչ ձեռքբերումներ ունի։ Պարզվում է, նա 2024 թվականին Արենիում հսկայական հողամաս է ձեռք բերել ինքնարժեքից բավական մատչելի գնով, ընդամենը 470,000 դրամով։ Մեր համայնքապետ Սիմոնյանը, ինչպես շատ մորթի փոխած համայնքապետեր, մեքենաներ են նվեր ստանում, մեկը մորից, մեկը հարևանից, մեկը ընկերոջից։ Շատերի դեպքում պարզվում է, որ դա ընդամենը գեղեցիկ նկարված փուչիկ է, որը շատ արագ պայթում է։ Ընկերներ, Արենիում խոսում են, որ Հուսիկ Սահակյանը տարբեր անձանց միջոցով նաև տիրանում է համայնքային բյուջեին։ Ըստ հասած տեղեկությունների, դա տեղի է ունենում տենդերների միջոցով։ Սիրելիներ, եթե ունեք կոնկրետ փաստեր այս կամ այն համայնքապետի, падգամավորի, պաշտոնյայի մասին, կարող եք գրել ինձ, գաղտնիությունը երաշխավորում եմ։ Իսկ Արենի համայնքի բնակիչներին կոչ եմ անում գնալ եւ 470,000 դրամով ձեռք բերել հողամասեր Արենի համայնքում։ Դուք համայնքապետից ոչնչով վատը չեք։ Հույս ունեմ, այս տեղեկատվությունը հակակոռուպցիոն կոմիտեն կստուգի շատ արագ։ Գիտեք ինչն է մեր վատը։ Երբ թալանում են, ձայնես կտրում ենք, երբ սպառնում են, վախենում ենք։ Թալանում են ձեր երեխաներից, ձեր թոռներից։ Դուք եք այդ թալանի արդյունքում տուժում է բանակը, դիրքում կանգնած զինվորը։ Հետո հենց հայտնվում եք դժվարության մեջ, մեղադրում եք պետությանը, բայց հենց մենք ենք պետության ստեղծման փուլում սխալվել, որ թալանչու թաթիկը չենք բռնել։ Ընկերներ, վաղը կրկին խոսելու եմ Թալին համայնքի մասին, քանի որ նախորդ տեսանյութից հետո սկսել են Նիկոլի Հայաստանում սպառնալիքների լեզվով խոսել։ Ինձ ասել էին, որ որոշնա ագրեսիվ են, բայց չէի կարծում, որ այնքան անխելք են, որ իրենց բանտի տոմսեր են ձեռք բերում։ Սա է Նիկոլ Փաշինյանի հայտարարած Հայաստանը, որի ավարտը գալու է շուտով։ Հարգանքներով, ձեր հայը։